Երբեք ձեզից հարցրել եք, թե ինչու ծառերը չեն հասնում մինչև երկինք, իսկ պատասխանը ստացել եք, եթե ոչ, եկեք այն միասին ստանանք: Դե ինչ, գնացինք: Հայտնի է, որ ծառի բարձրությունը կախված է նրա տեսակից, տարիքից, հողի բնույթից, կլիմայական պայմաններից եւ այլն: Ամենաբարձր ծառերն էվկալիպտերն են, որոնց բարձրությունը հասնում է մինչև 100 մետրի, բայց դրանից ավելի բարձր ոչ մի ծառ չի աճում: Չափազանց բարձր ծառը չի դիմանա սեփական ծառությանը: Կատարենք այսպիսի հաշվարկ: Նախ հաշվենք, թե որքան է այն ճնշումը, որ գործադրում է օրինակ 50 մետր բարձրությամբ ծառն իր բնի հիմքի վրա: Այդ ճնշումը կարելի է հաշվել P հավասար F բաժանած S բանաձևով, որտեղ S-ը ծառի բնլայնական հատույթի մակերեսն է բնի հիմքի մոտ, իսկ F-ը ծառի կշիռը: F հավասար է mg: M-ը ծառի զանգվածն է, G-ն միավոր զանգվածով մարմնի վրա ազող ստորության ուժը: G-ն հավասար է 10 նյուտոն կգ: Հետևաբար ճնշումը կարելի է ներկայացնել P հավասար է mg բաժանած S բանաձևով: Մյուս կողմից մարմնի նյութի խստությանը P հավասար է m բաժանած V բանաձևից ունենք M-ը հավասար է PV, որտեղ V-ն ծառի ծավալն է: Ենթադրենք ծառի բունը գլանաձև է և բացի այդ ծառի ամբողջ զանգվածը կենտրոնացված է նրա բնում: Այդ դեպքում V-ն հավասար է SH, որտեղ H-ն ծառի բարձրությունն է: Ուրեմն M-ը հավասար է PSH և որոնելի ճնշումը հաշվարկելու համար կստանանք հետևյալ բանաձևը: P-ն հավասար է PHG: Եթե ծառի նյութի միջին խտության համար վերցնենք 600 կգ/մ խորանարդ կստանանք, որ P-ն հավասար է 2000 պասկալ, որը հասար է 0,3 մեգապասկալ: Այդպիսի ճնշում ստեղծվում է 30 տոննա զանգվածով առարկան գետնի վրա, երբ հենման մակերեսը 1 մետր քառակուսի է: 100 մետր բարձրությամբ էվկալիպտի գործադրած ճնշումը կլինի 0,6 մեգապասկալ: Նշանակում է դրանից ավելի մեծ ճնշման դեպքում ծառը կոտրվում է: Երկնքին, այլ կերպ ասած ամպերին հասնելու համար ծառը պետք է ունենա մի քանի կիլոմետր բարձրություն: Հետևաբար, եթե ծառի բարձրությունը մեծանա, օրինակ 10 անգամ դառնա 1 կիլոմետր, ապա ինչպես երևում է բանաձևից, նրա գործադրած ճնշումը նույնպես կմեծանա 10 անգամ, դառնալով զգալիորեն ավելի մեծ, քան առավելագույն ճնշումն է: Հենց այդ պատճառով է, որ ծառերը չունեն նույնիսկ մի քանի 100 մետր բարձրություն: Դե ինչ, հույս ունենք մենք ստացանք այն պատասխանը, որը մեզ այդքան հետաքրքրում էր: Այսօր այսքանը, ցտեսություն: